Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանյա Առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ 2025 թվականին հայկական մամուլում թերևս ամենալուսաբանված թեման Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի անթակույց առճակատումներ։ Փաշինյան-Գարեգին II ոչ այնքան ջերմ հարաբերությունները լարվել էին, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաքելական եկեղեցու առաջնորդը բարձրաձայնեց վարչապետի հրաժարականի պահանջի մասին։ Հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները։ Առճակատման նոր փուլի մեկնարկն էլ ազդարարեց 2025-ի մայիսի 29-ի կառավարության նիստում Փաշինյանի հայտարարությունը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Մինչ հանրությունը փորձում էր հասկանալ ինչու է հանկարծ Փաշինյանը որոշել զբաղվել եկեղեցու խնդիրներով, վարչապետին կոշտ արձագանքեց գուգարած թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Փաշինյանին երկրի գլխավոր ցավագար անվանելով, իսկ Մայրաթորի դիվանապետը հեգնական գրառում տարածեց։ Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները։ Փաշինյանի հակադարձումը շատերի համար շոկային էր։ 1 միլիոնից ավելի հետևորդ ունեցող էջում վարչապետը գրեց. Սրբազան գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Մինչ շատերը չհավատալով տեսածին ենթադրություններ էին անում, որ գուցե էջը կոտրել են, նույն օրը Փաշինյանը եւս մի քանի գրառում կատարեց եկեղեցիների պահպանման խնդրից անցնելով բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու թեմային։ Սրբազանի եւ քեռակնոջ մասին գրառումից ամիսներ անց համացանցում հրապարակվում է ինտիմ բնույթի տեսանյութ, լոգարանում նկարահանված։ Իշխանական մեդիան վերագրում է Արշակ arczepiskopos Խաչատրյանին, դիվանապետը հերքում է իր կապը։ Հոգևորականին շաբաթներ անց կալանավորում են այլ գործի շրջանակներում։ Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Եկեղեցականները ոչ պակաս սրությամբ էին արձագանքում, հիշեցնելով, որ Փաշինյանն էլ տիկնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ։ Այդ մարդու հոգեկան առողջությամբ զբաղվեք, դեղեր նշանակեք, թույլ մի տվեք, որ դեղերի վրա ալկոհոլ օգտագործի։ Այս օրերին ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում էր, որտեղ Գարեգին II-ի առաջարկով եկեղեցականների համաշխարհային խորհուրդը կազմակերպել էր կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Առաջին անգամ հունիսի 2-ին Փաշինյանն ուղիղ հարցադրում արեց Գարեգին II-ի կուսակրոն լինել-չլինելու վերաբերյալ։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Մայրաթորն անարձագանք թողնելով Փաշինյանի հարցադրումը դատապարտեց նրա խոսույթն ու գործողությունները, դրանք անվանելով հակաեկեղեցական ամոթալի արշավ։ Հունիսի 3-ին վարչապետը կրկին պահանջեց պատասխանել Գարեգին II-ը զավակ ունի, թե ոչ։ Մայրաթորից արձագանքեց Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Վեհափառ հայրապետը հայրաբար է կրում իր մոլորյալ զավակների ցավատանջ խոսքերն ու արարքները։ 3 օր անց Փաշինյանը հորդորեց կաթողիկոսին իրեն դատի տալ, եթե իր գրառումները վարկաբեկում են նրան։ Իսկ արդեն հունիսի 9-ին առաջին անգամ Գարեգին II-ին դիմեց Ավազանի անունով Կտրիչ Ներսիսյան, պահանջելով ազատել վեհարանը։ Մինչ քննադատները պնդում էին, թե վարչապետը գերազանցում է լիազորություններն ու միջամտում եկեղեցու գործերին, Փաշինյանը հայտարարում էր, թե այս հարցում հանդես է գալիս զուտ որպես հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդ եւ ակնկալում այլ հավատացյալների աջակցությունը։ Այդ օրերին Փաշինյանը ազդարարեց Գարեգին II-ին հեռացնելու համակարգող խումբ ստեղծելու մասին։ Էլեկտրոնային փոստի հասցե հրապարակեց նամակներ ակնկալելով ամեն օր աղոթողներից եւ գոնե մեկ անգամ Աստվածաշունչը կարդացածներից։ Հունիսի 11-ին ամենայն հայոց կաթողիկոսն առաջին անգամ իր դեմքով արձագանքեց Հայաստանի վարչապետի հայտարարություններին, ուղիղ չպատասխանելով կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքին։ Այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակացման։ Իսպիրոս աշխարհ։ Հավատում ենք,
որ Աստուծո ողորմությամբ եւ օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամեն։ Հաջորդ օրը Փաշինյանը Facebook-յան գրառմամբ կաթողիկոսին արդեն անվանեց սրբապիղծ։ Գարեգին երկրորդն ինքն անձամբ թող պարզաբանի, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Նույն օրը թեմային միջամտեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որ ինչը հաղթահարի հայ ժողովուրդը։ Հակադրությունը օրեր անց նոր երանգ ստացավ, երբ Ռուսաստանաբնակ գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանը Գարեգին երկրորդին սատարելու մասին խոսեց։ Ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր լուռ էր, Կարապետյանի գրառումից հետո նոր թափ հաղորդեց Արշավին։ Վարչապետը կոշտ բառապաշարով մեկը մյուսին հաջորդող գրառումներ արեց։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Կտրիչ Ներսիսյանեն պոռնկաբարո Աշակ Սրբազանի տասա վերընկնի տեղը, բառի սպուն իմաստով վերընկնի տեղը եւ բառի սպուն իմաստով պոռնկաբարո։ Այս հայտարարությունից հետո իրավապահները խուզարկություն իրականացրեցին Կարապետյանների առանձնատանը։ Սամվել Կարապետյանը ձերբակալվեց եւ մինչ օրս կալանքի տակ է անցնելով մի քանի քրեական գործերով։ Հաջակցություն նրան կազմակերպված բողոքի ակցիաներին մի շարք հոգևորականներ էին մասնակցում, այդ թվում նաեւ կաթողիկոսի եղբայրը, իսկ Փաշինյանը զուգահեռաբար ազգային ժողովի ամբիոնից մեկնաբանում էր կանոնագիր քայոցը։ Տեսեք ամենա ես 5-4 տարի գիրք չեմ բերել 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված հայոց պետականությանը։ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանն իր հերթին առաջարկեց Փաշինյանին հեռացնել եկեղեցուց, նրան բնորոշելով մկրտության ուխտը դրժած եւ մեջբերեմ Սուրբ Դրոշմի կնիկը թլպատության նշանով փոխած կեղծ հավատացյալ։ Վարչապետն այս գրառմանն արձագանքեց աննախադեպ խոսույթով։ Կտրիչ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիչ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։ Փաշինյանի այս գրառումը միջազգային մեդիայում մեծ աղմուկ բարձրացրեց։ Euronews-ը գրեց, թե Հայաստանի վարչապետը պատրաստ է սեռական օրգանները ցույց տալ կաթողիկոսին։ Ինքը Փաշինյանը ասուլիսներից մեկի ժամանակ պատասխանելով Factor TV-ի հարցին, այս խոսույթում արտարոց ոչինչ չտեսավ։ Երբ որ վարչապետի օրգանների հետևից են ընկել, ինքը այդ ժամանակ երկրի ղեկավար չի։ Երբ որ այնպես փաստարկա բերում, որ էլ շարունակություն չլինի, ինքը բոլորի ինչ կարան սովորեն, երեխաները պետքա սովորեն, որ ճշմարտությունը պետքա պաշտպանել։ Մինչ Փաշինյանը կաթողիկոսի հրաժարականի պահանջ էր հնչեցնում, զուգահեռ հոգևորականների շրջանում ձերբակալություններ էին։ Դեռևս անցած տարի ընդդիմադիր պայքարն առաջնորդած Բագրատ arczepiskopos Գալստանյանն այս տարի ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը բռնի մեթոդներով տապալելու ծրագրեր ունենալու համար։ Հրապարակվեցին նրան վերագրվող գաղտնալսումներ։ Երկու պատի տակ գնում ես, մի 15 հոգի դնում ես բանտը։ Հունիսի 25-ին Գարեգին երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն այցելեց։ Ուշագրավ է, որ 2008 թվականին Տեր-Պետրոսյանը նույն առանձնատան դռները չէր բացել կաթողիկոսի առջև։ Այս հանդիպումից հետո Փաշինյանը Տեր-Պետրոսյանին պետականակործան պատուհաս, իսկ Գարեգին երկրորդին եկեղեցակործան պատուհաս կոչեց։
Հունիսի 27-ի առավոտյան ԱԱԾ-ականները ներխուժեցին Մայրաթոր։ Դիմակավորված ուժայինները փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Նա մեղադրվում է նախկինում ռազմական հեղաշրջման հրապարակային կոչի համար։ Աջապահյանն այդ օրը ձերբակալվեց, հետո կալանավորվեց։ Ավելի ուշ կալանավորվեց նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Նա կաթողիկոսի քրոջ որդին է, մեղադրվում է հոգևորականներին պարտադրանքով հանրահավաքներին ուղարկելու եւ ընտրական իրավունքը խախտելու համար։ Հունիսի 28-ին Փաշինյանը ստիպված էր Facebook-ում զինադատար հայտարարել։ Հայոյախոսության պատճառով Facebook-ն արգելափակել էր նրա գրառումներից մեկը, որտեղ հոգևորականներին պոռնկաբարո էր անվանել։ Շուրջ 1 ամիս անց վարչապետը Վեհարանը Գարեկին երկրորդից ազատելու պլան ներկայացրեց, հայտարարելով, որ անձամբ է ղեկավարելու շարժումը։ Ըստ Փաշինյանի կաթողիկոսին հեռացնելու դեպքում ամուսնացյալ քահանաներից մեկը կարող է լինել տեղապահ։ Փաշինյանի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց Հովանավանքի հովիվ Տեր Արամը խոսեց եկեղեցում իր ձևակերպմամբ տիրող անարդարությունների մասին։ Հոկտեմբերի 21-ին Տեր Արամը կարգալույց հռչակվեց Գարեկին երկրորդի տնօրինությամբ։ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Հովանավանքում մասնակցեց նրա մատուցած պատարագին։ Ստեփան Ասատյան, իրավունք չունես դու Այդ օրվանից Փաշինյանն ամեն կիրակի մասնակցում է պատարագների, նախապես հրապարակավ հայտարարելով վայրը։ Հովանավանքից զատ եղել է Թալինի, Խաչիկի, Արարատի, Երևանի Սուրբ Սարգիս եւ Գյումրիի 7 վերք եկեղեցիներում։ Փաշինյանին ուղեկցում են նախարարներ, падգամավորներ ու այլ թիմակիցներ, որոնք պատասխանատու են Հայաստանի անվտանգային, արտաքին, տնտեսական քաղաքականության համար։ Բացի այդ, մեծաթիվ ոստիկաններ, ԱԱԾ-ի ու ՊՊՑ-ի բացահայտ ու ծպտված աշխատակիցներ։ Փաշինյանի պատարագային շրջագայություններից ամենաուշագրավը թերևս Գյումրի այցն էր։ Պատարագից 2 օր առաջ սկանդալային բացահայտում արեց հենց վարչապետը, պատասխանելով Factor TV-ի հարցին։ Տեր Ռուբեն անունով մի քահանա ազանգում է այն մասին, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի։ Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ կտրիչներ Սյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել։ ԱԱԾ-ականի խնդրանքը փաստորեն Գյումրիի դեպքում արդյունավետ չեղավ։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվեցին Փաշինյանի պայմաններով պատարակ մատուցել եւ զեղչել կաթողիկոսի անունը։ Ի վերջո Գյումրիի 7 վերք եկեղեցում պատարակ մատուցեց այլ թեմից հրավիրված քահանա։ Այնուհանդերձ պատարակի ընթացքում որոշ գյումրեցիներ հնչեցրեցին Գարեկին երկրորդի անունը։ Ամենայն հայոց տյարն Գարեկին սրբազնագույն կաթողիկոսի Ի դեպ Factor TV-ն պարզեց, որ ԱԱԾ-ն ոչ բոլոր հասարակ հավատացյալների խնդրանքն է կատարում։ Ինչ եք ուզում, նորից կրկնեք։ Ուզում եմ խնդրեի, որ ԱԱԾ-ականը մոտենա քահանային եւ խնդրի, որ վարչապետի մասնակցությամբ պատարակներին հնչեցնի Գարեկին երկրորդ կաթողիկոսի անունը։ Ներկայացեք ձեր դիմումը, արդեն մնացածը ձեզ կպատրաստեմ։ Բայց հնարավոր է, որ ինձ աջակցեն այս ԱԱԾ-ը հարցում։ նման գործառույթ չունի, ես չգիտեմ ինչի համար եք զանգել եւ ինչ եք ուզում ասեք։ ԱԱԾ-ը նման գործառույթ չունի եւ նման բաներով չի զբաղվում։ Դեկտեմբերին 10 եպիսկոպոսներ միացան կաթողիկոսի հրաժարականի պահանջին ու հանդիպեցին Փաշինյանին։ Քննադատության ալիք բարձրացրեց այն, որ Փաշինյանն իր նպատակին փորձում է հասնել ոչ պակաս ինտրիգային պատմությունների կենտրոնում հայտնված Նավասարդ arczepiskopos Կճոյանի, Վազգեն arczepiskopos Միրզախանյանի, Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի, Արաքել arczepiskopos Քյարամյանի եւ այլ բարձրաստիճան հոգեվորականների օգնությամբ։ Ուշագրավ է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող այս եկեղեցականներն ընդամենը շաբաթներ առաջ Փաշինյանին կոշտ քննադատում էին զսպման կոչեր անելով։
Դեկտեմբերի 18-ին այս հոգևորականները հավատացյալներին կոչ արեցին հավաքվել Մայրաթորի բակում Գարեգին II-ին հանգստի ուղարկելու կոչով դիմելու համար։ Մայրտաճարի մի կողմում իշխանության, մյուսում ընդդիմության ներկայացուցիչներն էին։ Եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես եկող երկու կողմից էլ հնչում էին վիրավորանքներ ու հայոյանքներ։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին ուղեկցում էին ամուր շղթա կազմած քաղաքացիական հագուստով անձինք, որոնք բիրտ կերպով հարվածում եւ հեռացնում էին եպիսկոպոսներին հարցեր տալու ցանկություն ունեցող լրագրողներին։ Այստեղ կադրում երևի ինչպես են հրում այստեղ։ Կաթողիկոսն ու նրան կաթողիկոսական գահից հեռացնելու պահանջ ներկայացնող հոգևորականները միաժամանակ միմյանց կոչերով դիմեցին։ Շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով։ Մինչ կաթողիկոսը միասնության կոչ էր անում եւ իր դեմ դուրս եկած Կճոյանին, Միրզախանյանին, Սարոյանին եւ մյուսներին առաջարկում վերադառնալ հարցերը եկեղեցական կանոններով քննարկելուն, վերջինները Մայրաթորի քարտուղարություն Գարեգին II-ի հրաժարականի պահանջով դիմում ներկայացրեցին։ Հարցերը թե ինչու են եպիսկոպոսները թիկնազորով մնացին անպատասխան։ Մեր նամակը հրաժարականի պահանջի փոխանցել ենք արդեն քարտուղարություն, մեր առաքելություն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին Մայրտաճարի մեջ աղոթելու մեր ժողովրդի ու մեր ազգի ու մեր հոգևոր դասի ամրապնդման եւ պայծառության համար։ Փաշինյանի արշավը կոշտ քննադատեցին հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները։ Նրանք ապօրինի են համարում իշխանության կողմից հայ առաքելական եկեղեցու կառավարման մարմինների ձևավորմանը եւ ներքին որոշումների կայացմանը միջամտելու փորձերը։ Հանրային իշխանության ներկայացուցիչներից եւ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանից ձեռնպահ մնալ սահմանադրությունը եւ ներպետական օրենքները, միջազգային իրավական պարտավորությունները խախտող գործողություններից, եկեղեցու գործունեության ազատությունն ու ինքնավարությունը, ինչպես նաեւ դատական իշխանության մարմինների եւ իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ծառայողներից իրականացնել իրենց գործառույթներն անկախ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ եւ անհարկի ուժի գործադրումից եւ անձանց իրավունքները խախտելուց։ Իսկ Փաշինյանը չէր բավարարվում միայն կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտելու պնդումներով։ Վարչապետը Գարեգին II-ին ու եղբորը մեղադրում է օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։ Ասեցիք, չեմ ուզում կաթողիկոս, որը ամենօրյա ռեժիմով թե պարբերաբար զեկուցում է հատուկ ծառայության, օտար պետության հատուկ ծառայության լեյտենանտին, դրան ոչ մի բան չհետևեց։ Եթե այդ հայտարարությունը իրականություն էր, ապա դա սկանդալ էր պայթել եւ մենք դատախազություն հարցում ենք անում, ասում է չունեմ տեղեկություն, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել կամ քրեական վարույթի մասին տեղեկություններ կան։ Վերջը բարձել եք, այդ ճիշտ է, թե ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Բայց ինչ? Ինչի վարույթը ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև իրանք եղել են խորհրդային միության քաղաքացի։ Փաշինյանի այս հայտարարության հաջորդ օրը իշխանության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցը հրապարակեց մի փաստաթուղթ։ Ըստ լրատվամիջոցի հրապարակած լուսանկարի փաստաթուղթը գաղտնազերծվել է 2021-ին եւ վկայում է այն մասին, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը խորհրդային տարիներին համագործակցել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ եւ կրել է Կարո ծածկանունը։ Լրատվամիջոցը դարձյալ ԱԱԾ-ին հղումով նշում է, որ նա շարունակում է համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայության հետ, բայց այս մասին փաստեր չեն հրապարակվել եւ քրեական գործ չկա հարուցված։ Մայրաթորից էլ մինչ օրս պաշտոնապես չեն արձագանքել այս մեղադրանքներին։ Փաշինյանի մասնակցությամբ վերջին պատարակը 2025-ին Գառնիի եկեղեցում էր, որտեղ կլինի վարչապետը Սուրբ Ծննդյան պատարակին դեռ չի հայտարարել։ Մինչ այդ հայտնի էր, որ հանրային հեռուստաընկերության Պամանորի գիշերը Գարեգին II կաթողիկոսի ուղերձի հեռարձակում նախատեսված չէ։